շատ յուրահատուկ սերունդ ունենք մենք։ Ես չեմ ուզում նմանվել դժգոհ պապիկներին, ծերուկներին, որոնք անընդհատ փնովում են երիտասարդ սերնդին։ Ես շատ հիշում եմ, որ մեր ծնողները, մեր պապերն այդպիսին էին, եւ ես տեսնում եմ, որ ցավոք սրտի մենք ինքներս դառնում ենք այդպիսի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ոչ թե երիտասարդներին փնովենք, անընդհատ ասելով, որ գիտեք, մեր ժամանակները այսպիսին են եւ մենք այսպիսի փայլ ունենք, մեր ժամանակներում մենք այս արդյունքներ ունենք, հակառակը հնարավորինս պետք է կարողանանք երիտասարդներին օգնել, ինչով կարող ենք մեր փորձով, վերապրած տեսածով։ Գիտեք, յուրաքանչյուր սերունդ միշտ ունի եւ ունեցել է իր խնդիրները։ Յուրաքանչյուր սերունդ։ Ասենք, ես հիշում եմ իմ հոր սերունդը ինչ էր տեսել, դա ցեղասպանություն տեսած փոքրիկ բալիկ, մի մազապուրտ եղած 3 տարեկան մանասկիլից բերել են բարձր, հասցրել են Ալեքսանդրապոլ ամերիկյան որբանոցում է հայրս մեծացել, նրա կյանքի ինչի նման է, հետո դրանից հետո գալիս է Ստալինյան ժամանակներ, հետո գալիս է պատերազմ, հետո հետ պատերազմյան Ստալինյան ժամանակներ, հետո էլի քաղաք, շատ դժվար կյանք է ապրել հայրս, որ ասում եմ, մի նորմալ օր, մի կարգին օր այդպես էլ համարյա ամբողջ կյանքում չտեսա, բայց ինքը տրտնջացող մարդ չէր, այդպիսին էր նաև մայրս։ Ես հիշում եմ իմ տատի սերունդը տրտնջալ չունեին, ինչ ծանր տառապալից կյանքով են ապրում։ Երբեմն մայրս պատմում էր իրենց կյանքը այդ քաղցի սովի ծանր տարիներին պատերազմի ահավոր բան է, մենք չենք կարող անգամ ես դժվարանում էի լսել, մորս ասում էի մի պատմիր հերիք է, ես չեմ ուզում լսել, պատկերացնում եմ Ստալինյան ժամանակներում նամակ զրպարտություն չգրել, զրպարտագիր չգրել, արդեն սրբության պես բաներ։ Եվ այդ մարդիկ, ովքեր դա չեն այն մարդիկ, կարծես սրբանում էին։ Այն ժամանակ ուրիշ խնդիր էր կային, էլի ասում, իմ ժամանակ ավելի լավ էին, իմ ժամանակվա խնդիրներն ուրիշ էին, արդեն գալիս էին ունայնության խնդիրները, ասենք կրթության խնդիրը, արդեն կաշառակերության խնդիրներն էին գալիս, բայց այսօր անկախության սերունդն է, նա ունի իր խնդիրները եւ այդ խնդիրները ամեն սերունդ իր խնդիրը լուծում է ինքը։ Այս սերունդը իր խնդիրը պետք է լուծի ինքը։ Ուղղակի կրկնվում եմ ասելով, որ մենք ինչքան կարող ենք պետք է մեր կյանքի փորձը փոխանցելով իրենց օգնենք, որ այդ խնդիրները լուծեն։ Միասին պիտի լուծենք այդ խնդիրները։